Top 10 դորամաներ, որոնք դիտել եմ այս տարի ու շատ եմ հավանել, կապ չունի թե երբ է նկարահանվել։ Возвращение боксу։ Հետաքրքիր էր բավականին, լավ սյուժեները չպատմեմ, եկեք ուղղակի ասեմ թոփը, դուք եթե հետաքրքրի հարցրեք կասեմ։ Наша первая жизнь դերասանական կազմը հետաքրքիր էր բավականին, ինձ սիրելի դերասանուհին է խաղում։ Հաջորդը Դալի ի Պրինց, շատ արվեստոտ, գեղեցիկ, եթե սիրում եք արվեստ մշակույթ, ապա անպայման դուր կգա եւ դերասանուհին է լավը եւ գլխավոր դերասանը ինձ գոհացրել է դորաման։ Հաջորդը Celebrity, հենց նույն դերասանուհին է էլի խաղում ու ես շատ լարված հետաքրքրությամբ նայել եմ։ Ճիշտ է, բավականին կրինջ մահեր կային դորամայում, բայց ինձ թվում է ինքը արժանի է։ Պուլգասարի Бессмертная դուշի, ինքը միստիկա, պատմական եւ ինչ որտեղ նաեւ սարսափ, շատ լավն էր, դերասանները շատ հետաքրքիր էին, խաղում իրենց դերը, ինձ շատ դուր եկավ ամեն ինչ, վերջն էլ բավականին տարբերվող էր։ Հաջորդը Պինոկիոն է, ինքը բավականին հին է, ես կարոտել եմ շատ Լիչոնսոկին եւ շատ հավանեցի, չգիտեմ, ինքը կարելի ասել հասարակ էր, որպես այդպեսին ես ինչ սյուժե չուներ, լրագրողներ էին, բայց վրեժ կար մեջը եւ հետաքրքրությամբ լարված նայել եմ դորաման։ Սպիչվի Священник, չգիտեմ ինչ ասեմ, 2 սեզոն է, ինքը հումորային, դետեկտիվ, մարտաֆիլմ, ամեն ինչ կա այնտեղ, այնպես որ եթե սիրում եք այդպիսի էքշն բաներ, անպայման նայեք։ Կիմ Նամգիլը խզարել է։ Top 3-ը բացում է իմ հարևան Կումիհոն, այն կա հայերեն, ես պարզապես հիացել եմ այս դորամայից, ինձ համար երկու դերասաններն էլ գլխավոր աղջիկ եւ տղա բացահայտում են, շատ եմ սիրել դորաման, այնպես որ երրորդ հորիզոնական։ Երկրորդում Demon դորաման է, ինձ սիրելի Կիմ Տերիի մասնակցությամբ, ինքը միստիկա, սարսափ, ինչ որտեղ նաեւ ու թրիլլեր։ Շատ եմ հավանել, շատ տարբերվող սյուժե, անգամ տեղ ես վախեցել եմ, ես չեմ սիրում առհասարակ սարսափ ու չեմ էլ վախենում որպես այդպեսին, բայց ես վախենում էի հերոսուհու համար, որովհետեւ այնքան բնական էր ինքը խաղում, ես արդեն մտածում էի, որ մի բան կլինի։ Ու առաջին top 25-21, այս դորաման կմնա իմ սրտում հավերժ։ Ես շնորհակալ եմ Կիմ Տերիից դերասանուհուց, որ ինքը այդքան կատարյալ է ու խզարել է այդ դերը։ Գուցե շատերի համար վերջը գոհացուցիչ չէր, բայց ինձ համար շատ ռեալ էր ու շատ լավն էր։